Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Fastex Premier League-ի Urartu Փյունիկ հանդիպման այդ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը կխոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Արզումանյան, կարծիք խաղի մասին։ Ափսոսում եմ, որ չհաղթեցինք, քանի որ գնդակը բաց թողեցինք խաղի վերջնամասում, կրկնակի ունեինք ամենավերջում խաղի գոլային հնարավորություն 2-1 դարձնելու, կարմիր ստացանք, 10 հոգով մնացինք, բայց կարծում եմ շատ լավ պաշտպանվում էին սացել բլոկում ֆուտբոլիստները։ Շնորհակալ եմ խաղացողներից, շատ մեծ աշխատանք կատարեցին, անվերատար էին, կարող էինք կարծում եմ մի քիչ թեկուզ 10 հոգով գնդակով փորձեինք խաղալ, մեր ֆուտբոլիստներն ունակ են թեկուզ 10 հոգով խաղալու, բայց հասկանում եմ խաղի հաշվի ճնշումը երևի թե դեր խաղաց, ամեն դեպքում կրկնեմ շնորհավորում եմ ֆուտբոլիստներին աշխատանքի համար եւ ցավում որ բաց թողեցինք հաղթանակը։ Շնորհակալություն։ Հարցեր Ռոբ։ Երկու գոլերն եղան խաղաչից վերջնամասում արդյոք ձեր բարակայով բացը հասում գնացել առաջին գոլի դեպքում արդյոք մի փոքր կոնցենտրացիա կարողացել Չեմ ուզի խոսել Փյունիկի մասին, մենք լավ գոլի հեղինակ դարձանք, մեզ մոտ կոնցենտրացիայի պակաս չկար, ուղղակի Դուգանային փոխանցում գոլի հեղինակ դարձան, բայց կարծում եմ մենք բայրով ինչքան էլ որ 10 հոգով մնացինք եւ Փյունիկը գրովում էր, ցույց տալիս հնարավորություն եւ բայրով կարծում գերազանցեցինք, չնայած չխաղացինք մեր խաղը, որը կուզենայինք, բայց մոտ էինք հաղթանակի։ Շնորհակալություն։ Հարցեր Հրաչ։ Շատ sense տարբեր հարցեր էր, մեկը Ռուստավի, մեկը 8 օր հետո ասպայն մտածում ենք վաղվա օրվա մասին։ Լաշկերտը լավ մրցակից է, դժվար հանդիպում է լինելու։ Մենք մնում ենք հավատարիմ մեր ամենօրյա մարզումային process-ով, մեր ամենօրյա մարզումը լավացնելու, ամեն խաղը լավացնելու ուղղությամբ եւ ձմեռը փորձելու ենք ուժեղացնել մեր խաղը, պատրաստվել լավ, այդքան է երևի։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Շնորհակալություն։